մրցասպարես 8-ից 7-ում հաղթանակ և միայն մեկ ոչ ոքի, դա էլ հենց Հայաստանի Գավաթի խաղարկությունում էր քառորդ եզրափակիչ պատասխան մրց առաջ։ Բացի այդ նոան հաղթանակներ գնային տրամաբանությունը կարող է գործել, խաղերը տարբերվում են, այստեղ սխալվելու իրավունք թիմերը չունեն, ճիշտ է սա դեռ առաջին խաղն է, բայց երկու թիմերն էլ գիտեն, միմյանց կազմել են առաջին խմբի առաջնության ներկայացուցիչ Այսը դարձավ Նոայի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկուն, սկսված է հանդիպումը և գնդակով հենց Նոան է։ Եվ այս Սայնտինին անկյունագծով շատ լավ փոխանցում կատարեց Մարին Յակոլիշին և Կամո Հովհաննիսյանը Խուան Բալանտան իրացնում է փոխանցում արված և դարպասած զողին գնդակը նախորդ խաղում նա գոլ խփեց Գանձասարին իրացված է անկյունայինը, բայց շատ ուժեղ էր Դավիթ Սուալեհեի փոխանցումը Զիդան Բանջակի Կամո Հովհաննիսյան փոխանցում արված գնդակը խաղադաշտում է Ալիուն նտուր Մարին Յակոլիշ Սուալեհեն մոտեցավ Յակոլիշին գալիս է նաև Մանվելյանը Գոր Մանվելյան անկյունային Եվս գոլ խփեցին անկյունայինի խաղարկումից հետո Հիմա Մանվելյանը նույնիսկ հարվածում է և Ներսեսյանը հեռացրեց գնդակը ինչ հետագից ունեցավ գնդակը Սերոպյան փոխանցում արված եվս մեկը Սայնտինին փրկեց Բրավո Նաթանիել Սայնտինի և դա խաղի նկարագիրը փոխեց վտանգավոր է հիմա Հելդեր Ներսեսյան երկրորդ փորձից տիրում է գնդակի Զիդան Էտեկին խլեց այստեղ գնդակը Արարատ Արմենիան երկու անընդմեջ դրվագում սխալվում է Էրիկ Բոակի Արարատ Արմենիային Նոան սկսեց ավելի շատ պրեսինգի դիմել Սուալեհե Խաղարկում է Նոան այս անկյունայինը փոխանցում Մանվելյանից հեռացրեց Մուլա Հուսեյնովիչ Սանգարե Մանվելյան Սայնտինին թողեց որ գնդակը գնա Հելդերի մոտ Հելդեր և Մուլա Հուսեյնովիչ Նարդին Մուլա Հուսեյնովիչ 1-0 Նոայի գոլահարը բացում է խաղի հաշիվը Մի պահ Թուլացավ Արարատ Արմենիան և ահա դրա հետևանքը Տուգանային հրապարակում այսպես ազատ թողնել Նարդինին նման է ինքնասպանության Չէ որ նա գլխով խաղի առումով ուղղակի ֆանտաստիկ է ընդգծենք նաև Հելդերի փոխանցումը Գավաթում Նոայի երրորդ հանդիպումն է այս մրցաշրջանում և երրորդում էլ Հելդերը գոլային փոխանցում է կատարում Այնքան հարմարավետ, այնքան տպավորիչ փոխանցում, իսկ Նարդինը լիովին ազատ էր Բալանտա, օթային փոխանցում և նորից Սուալեհե Հանգիստ գալիս է առաջ Սուալեհեն և փոխանցում Մուլա Հուսեյնովիչին Մալիսը չեզոքացրեց վտանգը Գոլի դրվագում Մալիսը Մուլա Հուսեյնովիչի մոտ չէր և միանգամից պատժվեց Արարատ Արմենիան Յակոլիշ և Սայնտինի շատ լավ փոխանցում էր անկյունագծով Յակոլիշին Սուալեհեն այստեղ ազատ տարածություն կա Յակոլիշ փոխանցում Մուլա Հուսեյնովիչ Սանգարեն առաջ էր գնացել և գնդակին չհասավ Ալիուն նտուր արված Բոակե Հելդեր Բոակե փոխանցում և չհաջողվեց Յակոլիշ որքան բան է Փոխում գոլը Գոր Մանվելյան բարձր է հարվածում Այս եռանկյունին նորից կազմավորվեց Մուլա Հուսեյնովիչ Սանգարե Խաղից դուրս վիճակում էր Բուրկինա Ֆասոյի հավաք ճնշում են գործադրում և դա տալիս է իր արդյունքը հերթական լավ դրվագը Գոր Մանվելյան հարված չկատարեց Մանվելյանը նորից գնդակով է փոխանցում Յակոլիշին Յակոլիշ Հետ փոխանցում Յանետեկի Մուլա Հուսեյնովիչ Հելդեր, բայց այնտեղ արդեն Մուրադյանն է Նոայի պաշտպանները գերազանց փոխանցում Սայնտինից Մանվելյան, Հելդեր, Մուլա Հուսեյնովիչ Գերորդ րոպեին Հելդերի փոխանցումից հետո Մուլա Հուսեյնովիչն է գոլ խփել, իսկ հիմա
Զիդան Բանջակի, Արթուր Սերոպյան և Պոլ Այոնգո, գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպա, գրոհում է Նոան, Դավիթ Սուալեհե և Արման Ներսեսյանը փրկում է։ Քամի ճանակնկալ է մատուցելու Մանվելյանը, փոխանցում և Դորպոսոձու շրջանցում է Մանվելյանին, շրջանցում է Տեկին, փոխանցում է կատարում չհասավ Մուրադյանը և ու խփել է նաև Նոային այս մրցաշրջանում Օլիվեյրա և պարտվել միայն Բարսելոնային։ Սանգարե անհաջող էր արվածը։ Զիդանը վերջապես սկսում է իրեն դրսևորել, նաև Զիդանը, Հովանիսյան, Այոնգո, փոխանցում Սերոպյան և Կոնեգլյան։ Ալանտա, Բուենո և գնդակի դիմաց հայտնվում է Դավիթ Սուալ։ Երկու թիմերն էլ գոնե մեկ գոլ խփել են։ Բալանտա, փոխանցում և Սայնտինին։ Այս հատվածում ավելի շատ գրոհում է Արարատ Արմենյան, Օլիվեյրա Բոակեն հասցրեց գնդակը հեռացնել, ընկել է Մանվելյանը և շիկանում են կրքերը Մալիսի ու Սանգարեի միջև։ Թե ինչ տեղի ունեցավ, այստեղ Մալիսը կոպիտ խաղաց Մանվելյանի դեմ պայքարում, բայց տուգանային չէր նշանակվել, հետո Սանգարեն երևի թե դրա համար դժգոհեց, մոտենալով Մալիսին։ Փյունիկը Արարատ Արմենյան խաղում ևս մեծ բախում եղավ ոչ միայն ֆուտբոլիստների, նաև մարզիչների միջև, հիմա ամեն ինչ ավելի հանգիստ է համատած այդ խաղի հետ, բայց իհարկե համառ պայքար է ընթանում և հույզեր ևս ֆուտբոլիստները ցույց են տալիս։ Կարմիր քարտ, ով է հեռացվում, ևս մեկ կարմիր։ Բալանտայի արձագանքը տեսեք, բայց ովքեր հեռացվեցին և ինչու։ Եվ Նաթանիել Սայնտինին, մեկական կարմիր քարտ։ Ասիրել միգուցե այլ որոշումներ ևս լինեն, կարծես գնդակին խաղաց Մալիսը, բայց կոպտություն կար, այստեղ Սանգարեն ու Մալիսը սկսեցին հրել, Հովանիսյանը Սայնտինին ևս սկսեցին իրար հրել, բայց միթե հրելու համար կարմիր քարտ։ Զգուշացումներ ստանա, Մալիսն է դեղին քարտ ստանում, Սանգարեն է դեղին քարտ ստանում, 5-րդ րոպեն է, Կոստակե, Վալենտին Կոստակե կրնկով փոխանցում, Սուալեհե, չգիտյոտ, կմտնեն փոխարինման երկուսով, Այոնգո, Վելտոնը կիրացնի այս տուգանայինը, Վելտոն արված, Կոնեգլյանը փրկեց, Այոնգո, Ամբարձումյան, Կոստակե, Հելդեր արված դեպի նախքան, կարմիր քարտերը, Զոլոտիչ և հարված Ներսեսյանն է փրկում, ևս մեկ հարված Կոստակե։ Դժգոհ էին Նոայի ֆուտբոլիստները, արդյոք ինչ-որ մեկը ձեռքով է խաղացել։ Ներսեսյանը հասավ, հեռացրեց, շատ լավ խաղաց Արման Ներսեսյանը, հետո հարված թիում խաղացել Ֆոֆանան, Բուենո, խանինվել է արդեն։ Ֆոֆանա Բիլալ, Օշիմը արված և նորից Ներսեսյան, այնտեղ անդրադարձ էլ կարծես կար, բայց փոխանցում Զոլոտիչ, Նոան հիմա գծային 5 պաշտպանով է խաղում, երբեմն նույնիսկ 6, Շաղոյան փոխանցում, Էլոյան, արդեն որերորդ խաղն է, լավ է փոխայինման մտնում Շաղոյանը, Բալանտա, բարձր է արվածում, Օլիվեյրա, Բալանտա, Ձախով փոխանցում է Մալիսին, Մալիսը չի հասնում այս գնդակին, չի հասնում, Արայիկ Էլոյան, շրջանցում է Զոլոտիչին, Էլոյան փոխանցում, չդիպավ ոչ ոքի,
Կերուշն էլ վերածվել է հարձակվողի, Կերուշը ասավ Կերուշը, Համբարձումյանը թույլ շտվեց հարվածել, հնարավոր է այստեղ փոքր ինչ հրեց Եվ հանդիպումն ավարտված է, Կիսաեզրափակիչ առաջին խաղում Նոան հաղթեց 1-0 հաշվով